Կամ եթե տեսնում ես գլուխ հետ տտվում ան Միքայելի, իսկապես այդպես իմիջակը ծանրացավ, Զորիկը իմացավ եւ հայացքի մեջ տեսավ, որ ինչ որ շատ մեծ բավականություն ունեցավ ինքը եւ այսպես ասես թե շատ լավ կլինի, որ մեզնից մեկն ու մեկը տեղափոխվի հիվանդանոց եւ մահանա ու նայում այն աչքերին էլի ես հասկացա որ Զորիկը ուզում է հանուն այս գործի մեջ իսկապես մի զոհ լինի որպեսզի աշխարհ ավելի շատ լայն բանով արձագանքի ես այդ առիթով պատմում եմ որ մի օր առավոտյան գնում ենք հյուրանոցից դեպի Կրեմլ հրապարակով Զորիկի հետ երկուսով են գնում մեկ էլ մի րոպե կանգնեց ասեց слушай как было бы хорошо Իմանալով իմ բնավորությունը բանը, он ասեց кто-нибудь из армян себя вместе с Горбачевым взорвал бы. Այսինքն ինչ հասկացնում, հա? Որ լավ կներելի, դու այդ գործի մասին մտածի, դու քեզ պայթացրու Գորբաչովի հետ միասին։ Ասեց կանեցի ասի Զորիկ, ես ինձ պայթացնեմ դու գիր գրես, այն ասի դու քեզ պայթացու ես գիր գրեմ։ Մի ծիծաղեց, я же не говорю։ Հիմա համանգավ, անտատ իրան պետք էր որ մեզանից մեկը զոհվեր, որ ինքը հետո մեր մասին լավ գրքեր գրեր։ Թող հիմա գրի։ Անպայման չի, չէ՞ մենք զոհ էինք։